Սրտի տանիքներով Մուսա Production Սիրելի Մաշա Մատվիևա, այնքան ուրախ եմ, որ դու տանիքում ես։ Գիտես, ես քեզ շատ վաղուց գիտեմ։ Մենք շատ երբեք տենց մտերիմ չենք շփվել։ Բայց էլի եմ ասում, կան մարդիկ, որ հոգուտ հարազատ են ու ջերմ են լինում։ Ու երբ որ իրանց տեսնում ես, sense մի տեսակ ներսի ջերմություն է արթնանում։ Երբ ես քեզ տեսնում եմ, դրսում, ասեմ, մամա ջան, այս աղջկանից ինչքան պոզիտիվ էներգիա է գալիս։ Ինչ լավն ես դու, ինչ սիրուն ես դու։ Ու եթե դու նիհարես, ես քո հետ ընդհանրապես չեմ։ Մաշան բոլոր մասինքները տանիքում բացահայտում։ Ես օրինակ դպրոցում, անկեղծ եմ ասում, հատկապես առաջի դասարաններում անլիարժեքություն բարդույթով էի տառապում արտաքինիս հանդեպ նկատմամբ։ Միշտ այդ ունեցել եմ ու տարիների հետո դա անհետացավ, հատկապես ինստիտուտի տարիներից սկսած ես ինձ գտա։ Դու օրինակ ինչպիսի երեխա էր, ինքնավստահ չէիր։ Հայ ես հիշում եմ քո պատմություններից, որ դու առաջին մի քանի տարին, երբ որ դու Մոսկվայում էիր ապրում, դժվար էր այդ ռուս, հատկապես աղջիկ երեխաների հետ լեզու գտնել։ Շատ դժվար էր, հատկապես որ դա սկսել եմ ես դպրոց գնալ Երևանում, Ձերժինսկու անվան դպրոցներ, հիմա թիվ 20-ն է, հիմա չգիտեմ ում անվանն է։ Ու ես բոլորի կողմից սիրված, ընդհանրապես երբեք ես չեմ լսել իմ մասին, որ չաղես, բայց ես միշտ լիքն եմ եղել։ Բայց երբեք այդ ուղղության վրա, փորձում եմ ճիշտ հայերեն խոսել, բան չեմ լսել Երևանի դպրոցում ինչ-որ տենց վատ խոսակցություններ։ Բոլորս երեխա ենք, բոլորս շատ միասնական ենք ու մինչև հիմա էլ այդ դասարանը կա իրար հետ հանդիպում են, նесмотря на то, что вот կեսը ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, кто-то Ռուսաստանում, բայց մեկը անընդհատ իրանք հավաքվում են, ես էլ իրանց հետ։ Իսկ որ արդեն 4-րդ դասարանում եկա Մոսկվա, մի անգամից հասկացա, որ ես իրանց թիմից չեմ, իրանց կողմից չեմ, ահա որ շատ դժվար էր ու ամեն օր լացում եմ ես Երևան եմ ուզում, ես տուն եմ ուզում, ես տեղ չեմ կարողանում ծեծում էլ էին աղջիկները մաշ տղաներն էլ աղջիկներն են չի որ ես սուրբ էի չէ իսկ դու գոնե հարվածում էիր հակառակը չէիր խեղճանում չէ более того ես даже տունը սկզբից չէի ասում արդեն որ за рамки вышло, это все արդեն վախենում էի մեկ գնայի դպրոց։ Բայց չէ, հարվածում էի, բայց ոնց ասեմ, ես էլ էի ինձ պահում երևի թե սխալ, որտեվ ես ասում էի я армянка, я из Армении, я не такая, как вы։ Սկզբից չէ, հետո որ հասկացա ինձ չեն ընդունում, ոնց թե ես մեկը պետքա ինձ ցույց տա, ցույց էի տալի։ Ոնց եմ քեզնով հպարտանում։ Չէ, полная программа։ Արդեն ինձ թվում է գիտես, հենց այդ տարիներից է որ մեր տեսակը որպես մարդ սկսում է ձևավորվել։ Մենք կարողանում ենք խեղճանում ենք, թե մեր մեջ ուժ ենք գտնում ամբոստանալու ու այդ հարվածներին, որտեղ այդ ապտակները հենց այդ երեխաներից է գալիս։ Ցավոք սրտի մեկ երեխաներ իսկապես շատ դաժան են լինում։ Այո։ Բայց ես քեզ նաև ասեմ, уже в более позднем возрасте, եթե ես ինչ-որ տեղ Ռուսաստանում լսում էի, որ Հայաստանի հայերի մասին ինչ-որ վատ բան էին ասում, ես այն որ կներեք թքած ունեի ով են, քանի հոգի են, ես մեկը ինչ-որ պետքա ասում էի։ Ինձ համար նույն բանը, ինչ վատ բան ասեն իմ ծնողների մասին ու Հայաստանի մասին։ Գիտես, ինձ համար ամենախոցելին ու ամենացավոտը լինում է, երբ որ դրսի հայերը, որոշ հայեր սկսում են փնովել Հայաստանը կամ հայերիս։ Այդ ժամանակ իմ մեջ քնած մի հատ ագրեսիա է արթնանում, որ ես ինքնատիրապետումս երբեմն կորցնում եմ։ Մաշ, աղջիկները երբեմն փաստորեն ավելի դաժան են լինում, քան տղաները։ Ես լսեցի, որ դու սկսում ես ել գտնել ու սկսում ես ընկերանալ տղաների հետ։ Մաշ, բայց ոնց մտածեցիր Երեխա ես էլի ոնց մտածեցիր, որ տղաների հետ ընկերանամ, որ ես աղջիկների հարցերն էլ լուծեմ։ Իսկ որտեվ ես միշտ ուզում էի տղա լինեի։ Ես ընդհանրապես իմ դուրը չէր գալի, որ ես աղջիկ եմ, ինչի պետք է ես աղջիկ լինեմ, որտեվ
Ես սիրում էի երեք հրացանակիրները։ Ես միշտ ինձ համար սաբլյաններ էի Քո սիրած հերոսը Դարտանյանը։ Ոչ, Ոչ։ ոչ, Благородный Атос։ Ու երեք չորեմ, էլի հյուրեի։ Իսկ երբ որ կներես են կտորգում Կաստանցիա, Նա չէր լինում։ Այո, իհարկե, բայց ամենաշատը Киньте жертву в пасть вала, бросьте мученицу в Անգիր գիտեմ ամբողջ կինոն, բայց Ես գրասկան պարկ է չորնի պրուտ, այդ երկի համար խելագարում է։ Այ հիմա երկում ես, խենթանում եմ այս տեսակի տեմբրների համար, ձայնի, պատմի։ Հա, ու հասկանում եմ, որ աղջիկների հետ ինձ ընդհանրապես հետաքրքիր չի, տղաների հետ ավելի հետաքրքիր կլինի, ու չգիտեմ, երևի այդ հայկական խասյատը կա, հա, որ մի քիչ խորամանկություն, բայց ես կսեցի խորամանկ չեմ աբսոլյուտ։ Բայց բանալին դա ճկունություն է, ես լավ առումով եմ, ես օրինակ այդ մեր հայերի ճկունությունը սիրում եմ, մենք կարողանում ենք ամեն տեղ, ամեն միջավայրում, ամեն երկրում մեզ գտնել ու իրար օգնել։ Ճիշտ է, այդ ծանոթի հետ վատ բան է երբեմն շատ, բայց երբեմն դա այնքան տարօրինակ իրավիճակներից է քեզ կարողանում փրկել։ Ես գիտես երևի առաջի տարիները, դաժ արդեն որ ինստիտուտ ընդունվեցի, ես չունեի հայ ընկերներ։ Մենակ ռուսներ էին, հրեաներ էին։ Իսկ դասարանում կային այլ հայեր չկար։ Բայց հետո արդեն Իր շնորհիվ կարաոկե կլուբի ես այնքան մեծ շրջապատ ունեցա հայկական ու մինչև հիմա մենք ընկերություն ենք անում ու շատ հարազատ ինձ մարդիկ կան տղաներից մեկը դարձել է իմ Արտյոմիկ Հավորը իմ ամենամոտիկ ընկերը էլի հայ է Մոսկվայում ապրում ինքը իր կինը то есть արդեն այսպես որ կողքերս հայեր էին Իսկ տղաների հետ ոնց լեզու կուտար Եկա Երևան ամռանը եւ ստեղից սկսեցի գնել ծամոններ, այդ սիրիական, հա։ Այն որ տիպերը հավաքում եք։ Տիպերը, պապիրոսկաները սենց կային։ Հետո այդ հիշում եմ պինալ սիրուն սենց արա համինց համար աղջկա սենց ինչ որ մուլտիկի բան, ու տղաների համար սենց բանով մեքենաներով ու գնացի Մոսկվա։ Նվերներով։ 5-րդ դասարան О, септембре скиз, ասեցի մальчики, я вам подарки принесла։ Ու всё, այդ օրվանից սկսած իմ շան հետ դուրս էին գալի։ То есть առավոտը մեր մոտ սկսում էր որ տղաները բալկոնի շարվում էին մաշայնից։ Ես մտածում եմ, ով այսօր իմ շան հետ դուրս գալու անգամ։ Ու տենց սկսեց ես գնում էի իրանց հետ ֆուտբոլ են անում, իհարկե չէի խաղում։ Իրանց որ դասարան պրոտիվ դասարան խաղում են, ես գնում էի կրպագում էի մեր դասարանին, հա, ու տենց արդեն շատ մտերմացանք, հետո իրանց շատ դուր էր գալի, որ երբ որ լինում էր երեկո դասարանի համար, արդեն մոտավորապես 6-րդ, 7-րդ դասարանից աղջիկները սաղկսվում են, ես ընդհանրապես շատ հեռու էի։ Կոսմետիկաներից շուտ մեծանալուց։ Պապան չերել թողնի, ես սկսվեի ու ես գալիս էի ու իրանց այդ ավելի շատ էր դուր գալի ու տղաների շարքը որ կանգնում էին ինձ հետ ապարելու ավելի շատ էր քան մեր աղջիկները ու ես ինչ շատ լավ էի զգում Մաշ օրինակ եթե իմանաս որ տղատ դպրոցում ունի այդ բուլինգի խնդիրը օրինակ եմ ասում ինչ խորհուրդ կտաս իրան Երևի թե իմ տղան երևի թե ունեցել է այդ շատ մեծ չէ բայց կար տենց որ իղթեր որտեղ Արտյոմը 3 տարի հաճախում էր ռուսական դպրոց տեղ Հայաստանում Առաջի տարին շատ լավ էր, որտեղ կային համ ռուսներ, համ հայեր, հետո որ ռուս-ուկրաինական պատերազմը սկսեց, որ մեր մոտ ռուսները շատ եկան, դպրոցում եկան ռուս երեխաներ, հայերը սամոսաբույթ դուրս եկան, ձյոմը մնաց ու մի հատ էլ հայ տղա մնացին։ Ու երեխեքը ռուս երեխաները արդեն իրանց իրավունքներն էին, հա, ուզում հաստատեին։ Ես շատ դեմ էի, որ տղաները մազերն էին ներկում, աղջիկները ներկած, այդ 6-րդ, 7-րդ դասարան։ Շատ արագ են իրենց երեխաները մեծանում։ Հա, իսկ Արտյոմը շատ դեմ էր, ինքը գալիս է, մամա, ես այդ բանը չեմ հասկանում, я этого не понимаю, այդ ժամանակ ռուսերեն էր խոսում։ Հա, ու ես սենց արդեն հասկանում եմ, որ Արտյոմին ես պետքա փոխեմ դպրոցը, ես չէի ուզում, որ ինքը այդ դրա հետ
Առնչվի, հա, չէի ուզում։ Ու արդեն անցյալ տարվանից ես փոխեցի դպրոցը, հայկական դպրոց գնաց, ու Արտյոմ ուզեց, որ ինքը ուզում է հայկական դպրոց։ Ես մտածում եմ, տղա ջան, դու պրակտիկի ամբողջ քո դասական այդ սկիզբը Տարական դասարան ռուսերենի հիմք ունի։ Գնաց ամենաառաջինը ու միակը սովորեց լճակը։ Պատմեց, ու ես որ ինքը պատմեր, ես ոչ մի բառ չէի հասկանում։ Բարձր Արտյոմը մենակ սովորեց, մամաս օգնեց շատ, բայց ասած ես ուզում եմ ու շատ լավ համ գրում է, համ կարդում է, ու ես կասեի շատ երեխեքից ավելի լավ։ Մաշ, բայց սենց մի հատ նոր պահ կար։ Ծնողներդ հեռացան իրարից ու դու պապայի հետ մեկնեցիր Մոսկվա։ Ես գիտեմ, որ կամքիդ հակառակն է, որովհետև ուզում էիր մամայի հետ մնալ, միշտ աղջիկները ուզում են մամայի հետ իհարկե մնան։ Երբ որ այդքան սրտնեղած էիր լինում, ում հետ էիր կիսվում։ Հեռախոսով մամայի հետ։ Այդ ժամանակ ոչ հեռախոս կար, մեր Մոսկվայի բնակարանում հələ հեռախոս երևի մենք ունեցանք մի 3-4 տարի հետո։ Գիտեմ, որ պապատ կին ուներ, չէ՞, ռուս էր։ Պապաս կին ուներ, հայ ունի էլ, к счастью։ Ես իրան շատ սիրում եմ, ես իրոք բոլորին շատ սիրում եմ ու իմ բախտը բերել է ու ասել եմ համ հայրիկիս կինը, համ մամայիս ամուսինը։ Բայց մեկը, Մաշ։ Մեկը, իհարկե, մամա չի, ու չի կարող լինել ուրիշ մամա, որտեղ իմ մամաս կա, իմ մաման ինձ համար ամեն ինչ։ Շատ դժվար էր ու ոնց ասեմ, չէ, ես ինքս ինձ հետ էի։ Երեխա ինքդ քեզ հետ էի։ 9 տարեկան, 10, грубо говоря, 10 տարեկան երեխա, երգում էի։ Ունեի պեսինիկ, այդտեղ կային իմ ամենասիրած երգերի բառերը, ես երգում էի, տենց էի։ Մաշ, միշտ մանկությունը մի հատ հետ կա թողնում մեր սրտում, որը միշտ մեզ հետ է։ Այդ մամայի, պապայի փոխհարաբերությունները, երբ որ տեսնում ես ծնողները առանձնանում են, անկախ, չնայած ես հիմա այնքան ուրախ եմ, որ երևի մեր մտածողությունն էլ է փոխվել, բայց ես այն ժամանակ ինքս շատ հիվանդագին էի տանում ծնողներիս բաժանությունը, առավել եւս, որ իրենք առանձին ընտանիք կազմեին։ Շատ ցավագին էի վերաբերվում։ Քեզ մոտ կար այդ պայքարը սկզբից, թե չկար։ Ես ճիշտ ասած չեմ հիշում այն պահը, երբ որ իրանք բաժանվեցին, որտեղ ես շատ փոքր էի։ То есть ինձ համար այն ինչ որ ես հիշում եմ, որ ես մամայի հետ էի ապրում, պապիկիս տանը, մամայի պապայի տանը, ու մեր հետ ապրում էր իմ մորաքույրը, որ հիմա Ամերիկայում է ապրում։ Ես տենց եմ հիշում իմ մանկությունը։ Ես հիշում էի, որ ինձ ամեն շաբաթ կիրակի տանում են բաբուլայի մոտ, պապայիս մամայի մոտ։ Այդ տենց եմ հիշում, որ պապան արդեն պապան Մոսկվայում էր ապրում։ Պապան գալիս էր իմ հետ, ինչ որտեղ գնում էր, այդ տենց եմ ես հիշում իմ մանկությունը։ Ու հետո արդեն որ ծնողներս որոշեցին, որ ես ունեի խնդիրներ առողջական, որ Հայաստանում ինձ չեն կարա բուժեն, ոտքից խնդիրներ ունեի, ոտքից հետ կապված, ու Բաբան ասում էր все-таки Մոսկվայում կբուժեն, հետո Մոսկվայի գրանցում, Մոսկվայի դպրոց, ամեն ինչ հետ կարամ համաձայնվեմ, в основном բուժման հետ, բայց Մոսկվայի դպրոց, ես շատ լավ էի զգում իմ Երևանի դպրոցում, ու որ արդեն Արտյոմը պետք է գնար դպրոց, ես ինքս ինձ ասացի Արտյոմը գնալու է Երևանում դպրոց։ Ու Արտյոմը գնում էր Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոց, շատ լավ էր, կար ռուսական դասարան, բայց նաև հայերեն էին անցնում։ Պրոստը արդեն հետո այդ դպրոցը դարձավ հայկական մենակ։ Ու ես վախեցա, որ Արտյոմը չի կարողանա, բայց նայոտես Արտյոմը կարողացավ։ Մաշ, ես գիտեմ, որ դու այնտեղ շատ լավ աշխատանք ես ունեցել, չէ՞, Մոսկվայում, այսինքն լավ վարձատրվել ես, անհամեմատ էստեղի, երբ որ դու տեղափոխվեցիր։ Որովհետև HR դիրեկտոր էր եւ այդ ղեկավարում էր մի քանի սրճարաններ եւ այլն։ Դու որոշում ես գալ Հայաստան, գալ եւ սկսել 0 կետից։
որ եկար Հայաստան, որովհետև սկզբից մարդ մտածում է, որ գալիս ես մտածում ես, այս կոնեմ, այս կփորձեմ եւ այլն, մտածում ես, որ հեսա ստացվելու է։ Ու գալիս է մի պահ, որ դու տեսնում ես իրականությունը, որը շատ դժվար է, ու դա հեշտ չի, ու դժվար է ինչ-որ միտեղ մտնել, հետո մի ուրիշ գործ փնտրել, գտնել, որովհետև Հայաստանում ինձ թվում է մեծ մասը ֆոկուսնիկներ են, որովհետև ես նայում եմ բոլորս սրճարաններում ենք, բոլորս ուզում ենք լավ հեռախոս ունենալ, բոլորս սիրում ենք լավ հագնվել, բայց բոլորս ունենք լիքը վարկեր եւ այլն, բայց ու աշխատավարձն ենք նայում, որը շատ քիչ է։ Ես երևի ունիկալ մարդ եմ, ես երբեք չեմ փնտրել աշխատանք։ Չես փնտրել։ Աշխատանքը ինձ մոտ եկել է։ Գտել եք նոր աշխատանքը։ Դե Որ եկար Հայաստան, ինչ Ես որ եկա Հայաստան, ես չէի եկել, որ ես մնամ, ես եկել էի, որ всё, ես գնում եմ отпуск, ես я не уволилась, ես դուրս չէի եկել աշխատանքից։ Ես եկա ու մտածում էի մնայի, բայց հասկանում էի, որ ես աշխատանք չունեմ, ես ինչ եմ անելու, ու այդ աշխատանքը ինձ մոտ եկավ ռադիոյը, Ռադիովանի։ То есть ոչ հրավիրեցին, мне посоветовали, ես զանգեցի, գնացի, ինձ ընդունեցին։ Ես հիշում եմ, որ դու գլումովին ես զանգել, Հա, ճիշտ ու է։ չգիտեի գլումով ով է։ Բայց գիտես ինչ եմ հիշում։ Ժակի հետ որ տանիքում խոսում էինք։ Ասած ես գնացի լավա գլումովի մոտ չգա, որտեղ եթե գլումովը ինձ տեսներ, ինքը ինձ աշխատանքի չէր վերցնի։ Իսկ գիտես ում հետ եմ ես առաջինը ծանոթացել, Ժակի հետ, ընդհանրապես չի մտածում ռադիոյի աշխատանք, ինձ էլ այդ առաջարկը չէր եկել։ Ես ընկերուս հետ գնում եմ Աշտարակի ձոր ու оказывается Ժակը այդտեղ վարում է շոու ծրագիր։ Ու հետո ես չգիտեմ Ժակը ով է, ես ոչ մեկի պրակտիկի չգիտեմ։ Ու Ժակը ասում է, ես գալիս եմ Աշտարակի ձոր ու տեսնում եմ սպինա։ И не только спина։ Ժակ։ Ու ծանոթացեցին, բայց դե ռադիովան, հա, օքեյ, շատ հաճելի է, Ժակ, ոչ приятно։ Ու երևի մի շաբաթ անց կամ մի 10 օր մաքսիմում ընկերուս ասում է, դե մի գնա Մոսկվա, գնա բան, արի ռադիո, ասեմ, ով է ինձ վերցնելու ռադիո ես։ Ռուսախոսը, ռուսկա ռադիո, զանգե Չախոյանին Արամ։ Ես չգիտեի Արամը ով է։ Արամը ասաց, մեզ պետք չի, իր ունիկալ տեմբրով, ասաց, բայց Գլումովին զանգ արեք։ Զանգ արեցին Գլումովին, դե եկեք, որ Գլումովը իր մաներայով է։ Ահա։ Ну, приходите. Придешь, не придешь, плевать вообще. Եկա խոսացի Գորի հետ, եկա իրել լսեցի իրանց հաղորդումները առավոտյան, ու արդեն Շուշանիկը, որ отпускից եկավ, տենց ասեցին մնա, Դու մնում ես։ լավն ես մնա։ Ահա։ Իսկ ռադիոյի աշխատանքը քեզ միշտ բավարարել է, թե դրանից հետո դու ուզում էիր TV։ Ես TV երբեք չեմ ուզել, երբեք, ես երազել եմ ռադիոյի մասին, հələ փոքրուց, կարծեմ պատմել եմ, երբ որ Եվրոպա պլյուսը հայտնվեց ռուսկա ռադիո, ես տուն էի վազում մենակ դրա համար, որ ռադիո լսեմ, ես տելևիզոր, յակա յաչկա, ես չէի նայում, ռադիո, երաժշտություն, ու ես գժվում էի ոնց են հաղորդավարները շփվում իրար հետ կամ ռադիո լսողները։ Ես աշխատում էի Hit FM-ում, բայց մրցույթով էի անցել, բայց մինչ այդ, երբ որ ես լսում էի Hit FM, կար Անդրեյ Ռազգրև եւ Իվան Ուրգենտը կար։ Ու Իվան Ուրգենտը երեկոյան հաղորդում էր վարում մի քիչ ինձին ոճով, ու ինձ թվում էր Իվան Ուրգենտը այն ժամանակ մի 50 տարեկան տղամարդ է իր ձայնից իր։ Ունենց հետաքրքիր է, երբ որ ռադիոյով քեզ մարդիկ վիզուալ պատկերացնում են։ Քեզ գրում էին նամակներ, ունեք քեզ ինչ տեսակի են պատկերացնում։ Աշխատում եմ ռուսկա ռադիոյում, ու ես նոր էի, երևի մի ամիս կամ ամիս ու կես էի աշխատում էի, ու ինձ ընդհանրապես ոչ մեկ չգիտեր, вообще իմ արտաքինը։ Ու մի հատ տղա ամեն նոր գրում է։ Ու գեղեցիկ մի օր, ես արդեն դուրս եմ գալի ռադիոյից, լիֆտ եմ կանչել, ու մի հատ տղա է դուրս գալի։ Здравствуйте. Можно увидеть Машу Матвееву? Я говорю, это я. Ամբողջ այդ էմոցիաները այդ տղային разочарование, որտեղ ինքը մտածում է ռուսская красавица։ Ու դուրս եմ գալի ես, красавица, но не русская։ Ովքեր ցածակներով են, это вам։ Այ կմեռնեմ։ Որտեվ հաջայինից մենք լրիվ ուրիշ բան ենք պատկերացնում, էլի։ Հիշում ես Ժենի Շադեն կար Եվրոպա պլյուսը, որ բոլորս մտածում ենք, որ ինքը աղջիկ է, բայց ինքը տղամարդ էր։
ու դա մեծ գաղտնիք էր, ոչ մեկ չգիտեր չպիտի Շենի իմանա։ Շադենը։ Իսկ ես գժվում էի իր ձայնի համար, Համար։ որովհետև շատ սիրուն ձայն է։ Ահա։ Ես ռադիոն ինքս շատ եմ սիրում, որովհետև դու ռադիոյում իրավունք չունես 1 վայրկյան լռելու։ Դու այդ ընկերն ես, որ ուղեկցում է մարդկանց, իսկ տարիներ առաջ, երբ որ ես ռադիոյում ես թվում էր ամբողջ աշխարհը կանգ է առել ու լսում են միայն այդ հաճախականությունը, որի վրա դու ես։ Մաշ։ Կուզեմ խոսենք մի քիչ Women's Club-ից, աղջիկներից, որովհետև աղջիկներով աշխատել աղջիկների կոլեկտիվում շատերի համար հեշտ չի լինում։ Ես ինքս մեր կոլեկտիվում մեր ընկերություններ ու այդ ընկերությունը շատ ամուր է ու արդեն 20 տարի է մենք միասին ենք։ Ես կարող եմ ասել, որ մեր Հայաստանում, Ռուսաստանի մասին, ուրիշ երկրների մասին չգիտեմ, ինձ թվում է կա 2 խումբ տենց աղջիկների։ Դա 4 տարբերակն է, ու դա women's-ի աղջիկներն են, որը հա մենք ավելի քիչ ժամանակ ենք իրար միասին, հա դուք 20 տարի, մենք ընդամենը 7, բայց ինչպես դուք եք իրար հետ միասին, ես գժվում եմ, որ ձեզ տեսնում եմ, ձեր կապը, ձեր իրար հետ շփվելը, տեսնում եմ, որ բոլոր աղջիկները, որ լինում են Ամերիկայում, դասիրակում են Սարային։ Այն ինչ որ չկարում գոհարի կանում են բոլոր մյուս աղջիկները։ Բայց Սարան դա կրակը, տեսել եմ, շփվել եմ, գժվում եմ ես այդ երեխու համար։ Գեղեցկուհին է մեր Սարան։ Հա, այդ մտերմությունը, որտեղ այդ արդեն ընկերություն չի, դա բարեկամություն, հարազատություն, հա, քույրեր ես դառնում։ Հիմա որ օրինակ դու սրտնեղած ես այսօր լինում, ինչ որ մի բանից, շատ սիրտդ նեղված է։ Դու օրինակ որ գնում ես ու դուք ունեք ելույթ ներկայացում, կիսվում եք իրար հետ։ Իհարկե։ Մենք բոլորս տարբեր ենք, դեպքում ես կիսվող եմ։ Զարան կարա մեջը պահի, բայց հետո ասի։ Տոման не всегда կասի։ Մեկ ասի, բայց դե հիմա ունի ում ասի։ Ունի ասի։ Բայց չէ, էլի կիսվողը, Լիլին կիսվող էր, причем շատ էմոցիոնալ։ Вот Սոնան կիսվող չի։ Բոլորս տարբեր ենք, երևի ամենաշատ կիսվողը ես եմ ու Լիլին։ Սոնան ավելի պարփակ է։ Հա, Սոնան ավելի փակ է։ Իսկ երբեմն հավաքույթներ անում եք։ Անընդհատ, իհարկե, դա, անընդհատ։ Ու շատ վատ ենք տանում, եթե ինչ-որ մեկը այդ օրը չի կարողանում, հա։ Չէ, շատ, ու հենց որ Լիլին ոդկա դնում Հայաստան, մենք անպայման պետք է իրեն տեսնենք, որտեվ մեր մասնիկն է, ու մենք իրան շատ սիրում ենք, իսկ մենք աղջիկներով անընդհատ, հա։ Գիտես, մենք էլ օրինակ շատ տարբեր ենք ու իրար լրացնում ենք։ Ինձ թվում է ձեզ մոտ էլ այդպես, որտեվ դուք շատ տարբեր կայացած կանայք եք այսօր։ Յուրաքանչյուր նաև ձեր զբաղվածությամբ, ձեր հոգսերով, ձեր ուրախություններով։ Իսկ այն մարդկանց կարծիքը, որ կանանց մեջ ընկերությունը շատ բարդ է, որովհետև կա նախանձ։ Երբեմն բախվել ես այդ կանացի նախանձին։ Ինստիտուտում, причем հայ աղջիկ է Ստելա անունով։ Ստելա։ Այո, Ստելա անունով, ես սիրահարված էի, շատ։ Ու իհարկե չէի ասում այդ տղային, որ ես սիրահարված եմ, մենք նույն կամպանիայից էինք, ու այդ տղան ինձ շատ լավ էր վերաբերվում, բայց ես 17 տարեկան էի, Սիրոժա էր անում, 23 տարեկան Սիրոգան էր, ու ինքը անընդհատ կոմանդիրովկաների մեջ էր, որովհետև ինքը գալիս էր ինչ-որ բաների մասնակցում էր, զաչյոտների բան, ու գնում էր կոմանդիրովկա անպայման։ Ու ես հենց ամեն անգամ սպասում էի երբ է գալու, բայց ինքը որ գալիս էր, մենք միասին ինչ-որտեղ բոլոր մեր կուրսով հավաքում էինք։ Ու գեղեցիկ մի օր այդ Ստելան էր սիրահարվեց այդ տղային։ Իսկ ինքը իմ մոտիկ ընկերուհին էր, ու ինքը գնաց ու ասեց։ Ասեց, որ ինքն է սիրահարված, որ Մաշան է սիրահարված։ Հա։ Հետո Մաշ։ Сережа ինձ կանչեց զրույցի, ասեց, ты понимаешь, что ты для меня друг? Да։ Ու ես ասացի, որ ես ինչ-որ ժամանակ ինստիտուտ չեմ գա, ու բոլոր մեր կուրսին ասացի, որ ես գնացել եմ Երևան։ Դրանից մեկը, մինչև հիմա մենք շփվում ենք ու շատ սիրում եմ Դիմային, ինքը наполовину грузин, наполовину еврей։ Դիման մի գեղեցիկ օր զանգում է մեր տուն։ Դե ես բոլորին ասել եմ, որ ես Մոսկվայում եմ։ Ու ես եմ վերցնում, ես եմ պատասխանում, «Մաշկը ты что, в городе?» Ու ես
պատմեցի իրան ինչ ա եղել, բայց ես ոչ միտեղ չեմ գնացել։ Ու տղաները բայկոտ ու այդ Ստելան մեր կոլեկտիվից դուրս եկավ մեր ընկերական շրջապատից դուրս եկավ, հա։ Իսկ Սիրոկը մնաց, ես մնացի, ես արդեն Սիրոժային չէի սիրում։ Մաշ, ես նկատել եմ, որ ինձ համար նկյանքի երջանկության այդ ակնթարթները դա իմ ընկերների հետ, ընկերուհիներիս հետ անցկացրած պահերն է ու ես միշտ ասում եմ, իրենք ծիծաղում են, բայց ասում երեխեք մի րոպե, հիմա զգում եք, որ ես երջանիկ ակնթարթ է։ Անկեղծ։ Դա գնում ենք մենք մեր նանուլի կարմիր 06-ով, հետո հիմա իրա սպիտակ Տեսլայով, բայց դա կապ չունի ինչով էինք գնում, կարևորը միասին էինք։ Ու հիմա ես ուզում եմ, որ դու էլ ունենաս մի հրաշալի ընկեր, որից մենք ունենք, ես ինքս անձամբ ունեմ, դա խոսքը Ամիո բանկի, այս հրաշք քարտի մասին է, որի անունն է Visa Platinum։ Այսինքն, երբ որ դու ունենում ես այս ընկեր օգնականին, մի շարք խնդիրներ քեզ համար լուծում են, օրինակ ճամփորդելիս։ Բայց մինչ դրա մասին քեզ պատմելը, ես ուզում եմ իրենց կողմից քեզ տալ մի քանի հարց ընկերության հետ կապված։ Տղամարդիկ են ավելի հավատարիմ ընկերներ, թե կանայք։ Տղամարդիկ։ Ընկերը ավելի կարևոր է, որ կողքիդ քեզ համար լինի նեղության, թե ուրախության պահերին։ Ուրախության։ Ինչն է, որ ընկերոջդ երբեք չես ների։ Դավաճանություն։ Եվ ինչն է ընկերոջդ մեջ ամենից շատ գնահատում։ Իր սերը դեպի ինձ։ Հիմա դու ունես եւս մեկ ընկեր, որը որ սիրում է քեզ, սա Ամիո բանկի Visa Platinum քարտն է։ Ունեք որ հիմա գնաք տուրի, չէ՞։ Այդ իրենք եթե սպասեն են գրանցումներին անձնագրի, դու չես սպասելու, առանց հարթ մտնելու ես։ Կգնաս քո շամպայնը կվերցնես էկլերի հետ, կնստես բիզնես սրահից սիրուն սթորիներ կանես իրանց կուղարկես կամ կտեղադրես քո Instagram-ում, հետո մեքենա աղջիկները որ վարձեք, չէ՞։ Դա լինել է 30% զեղչով։ Աստված մի արած, այդ մեքենան փչացավ, չէ՞ արտասահմանում։ Եթե դու ունես այս քարտը, գալիս են անվճար վերանորոգում են։ Ու էլի մի շարք առավելություններ, որը ունի Ամիո բանկի Visa Platinum քարտը, որը արդեն քո ընկերներից է։ Շնորհակալություն։ Ես գիտեմ, որ տղայիդ հայրիկի հետ բաժանվել եք, հետո հիմա Փարքաստո իրանք հանդիպում են։ Իրանք շփվում են։ Բայց գիտեմ, որ դա միանգամից չի եղել։ Ես գիտեմ, որ կնոջ համար տղա երեխա մեծացնելը մենակ, հա, մեր տան օրինակով չնայած հորս հետ շփումը կար, եղբորս միշտ իր կյանքում եղել է ու իմ կյանքում էլ, բայց եղբորս կյանքում ավելի շատ։ Այդ շատ կարևոր է, որ օրինակ ես ինքս ունեմ հիմա տղա, որը արդեն հեսա շուտով 15 տարեկան կլինի, ու ես այդ տարիքային էտապների իր հետ ապրում եմ, երբեմն շատ դժվար է լինում, երբեմն շատ հեշտ է լինում, բայց ես զգում եմ, որ տեղեր կան, որ ամուսնուս խոսքը իր համար շատ կարևոր է, քան իմը։ Վստահ եմ, որ դու էլ ես բախվել այդ ես հասկանում, որ տղամարդուն, տղա երեխայի կյանքում տղամարդու դերը շատ կարևոր է։ Ոնց նորից հաստատվեց իրանց կապը։ Ոնց իր պապան նորից իրան գտավ։ Գտավ իր շնորհիվ մեր երկուսի լավ ընկերոջ պատճառով, կասետով։ Այս կարող ասեմ Սամվելն Գրիգորյան։ Սամվելը տենց արեց, որ իրանք սկսեցին շփվել, միանգամից տենց իրանց շփումը նորմալ, այսենց ռուսլը ոնց ասեմ, հունով գնաց։ Նորմալ հունով գնաց, հա ճիշտ։ Ես չեմ խառնվում, եթե ինքը գալիս է մեր տուն, ինչով կարողանում եմ, հյուրասիրում եմ ինչ կատալ, շատ նորմալ մարդկային հարաբերություններ։ Իրանք շփվում են, իրանք իրար զանգ են տալի, օքեյ, շատ լավ է, բայց ես հասկանում եմ մեկը եթե ինչ-որ խորհուրդ կամ առաջինը ինձ մոտ է գալա։ Որտեվ դու կապված եք շատ։ Իսկ այդ տարիների անջրպետը, իրանց երկուսի հանդիպմանը առաջին դու ներկա էիր։ Այո։ Ոնց էր։ Մինչև իրանց հանդիպումը Արտյոմը իրանը լացեց ու նոր եկավ։ Ու արդեն այդտեղ ինքը վախեցած էր մի քիչ, ես կողքնեի, բայց ես մի քիչ ավելի կատակով եմ, ասեմ լավ շփվեք, ասեմ ինչի ես պետքա ձեր հետ նստեմ, ձեր հետ հետաքրքիր չի։ Սամոյն վերցրեցի գնացի կողմյա։ Ապրես Սամվել Գրիգորյան։ Միշտ պետք է լինեն մարդու կողքին այդպիսի ընկերներ, որոնք որ իրանց բարի գործը պիտի անեն։ Երբեմն որտեղ մարդ ինքը շատ բան զգում է, շատ բան ուզում է անել, իրան այդ փոքրիկ օգնությունն է կողքից հարկավոր լինում։ Обязательно։ Հիմա քո կյանքում տղամարդ
Չկա։ Где ты, мужчина моей жизни? Маш, հիասթափությունների արդյունքում ա դա։ Չէ, հիասթափություն չի։ Всегда хочется нравиться, так, но երևի թե մեծացել։ Չասես այդ բառը, դու չես մեծացել։ Դու այնքան կենսուրախ մարդ ես քո հոգով, քո տեսակով, քո էներգետիկայով։ Դու երբեք չես մեծանալու, էլ այդ բառերը չասես, խնդրում եմ։ Հիմա դու ինձ ասա, սովորաբար քեզ տղամարդկանց մեջ ինչն է գրավում, ինչն է որ քեզ համար շատ կարևոր է։ Դբրատա, դբրատա։ Բարությունը։ Հա, եթե բարի չլինի, ես չեմ կարողանա, որտեղ ես ինքս բարի եմ ու եթե կողքինս չի սիրում, ես չեմ ասում բոլոր կենթանիներին բեր տուն, բայց եթե կարա վատ նայի կենթանուն, դա չեմ կարա, ուրեմն կողքս չի լինի։ Բարի, щедрым должен быть мужчина։ Ոչ թե ինձ ոչ մի բան պետք չի, ինձ պետք չի տներ, չգիտեմ, շուբաներ կամ բան, բայց եթե տեսնում եմ, որ մարդը հաշվում է, ինչքան պետք է վճարի, Կամ դժվար է շատ ձեռքը գրպանը տանը։ չէ, это не для меня։ Մեկ էլ սիրում եմ, որ տղամարդը բոյով է, սիրում եմ, որ տղամարդը Չասես Նիհարա։ հա, նիհար տղա։ Իսկական ես։ Հաղթանդամ չես սիրում։ Նկարա լինի, կարևորը չաղչն։ Բայց ես քեզ մի բան ասեմ, նիհար տղամարդիկ երբեք չեն սիրում նիհար կանանց, նկատել ես։ Naоборот։ Այո։ Եթե հիմա ցույց տամ այն մարդկանց, տղամարդկանց, ով կուզենար, որ ինձ հետ ինչ-որ հարաբերություններ ունենա, այստեղից են։ Այսենց ու այստեղից։ Ու նիհար։ Անիհար։ Ես սիրում եմ բոյով, բայց ես հասկացա, որ все-таки իմ տղամարդը պետք է լինի Ջորջ Կլունին։ Օ։ Դե հիմա Ջորջը երբ ես գալու։ Маш, իսկ սովորաբար հարաբերությունների մեջ կին տղաման։ Դու բացատրվում ես, էմոցիաները արտահայտում ես, երբ որ ինչ-որ մի տեղ ինչ-որ վրիպում ես նկատում։ Ես չեմ կարա չարտահայտեմ, դրա համար փախնում են։ Այդ պահին ես արտահայտում ու շատ էմոցիոնալ։ Կարամ այդ պահին, նայած ինչա տեղի ունեցել, կարամ այդ պահին, դապուստիմ տենց մի հատ միջադեպ, եղել է, որ տղամարդը մի քիչ շատ էր խմել, խմիչք օգտագործել, ու ես այդ պահին ասացի, «До свидания», հենց այդ պահին։ Ես էլ ուրիշ շանս չէի ուզում իրան, որտեղ ես հասկանում եմ, դա մեկը կկրկնվի, որովհետև հակում ուներ, թե ուղղակի Չէ, ես հասկացա, որ տղամարդը, որը իրան պահել է, չի կարողանում պահել, երբ որ ինքը գինով ցած է, նայեք ինչ բառեր գիտեմ։ Ես հասկացա, որ եթե մյուս անգամ էլ, ու դա կկրկնվի ոչ թե ինքը այդ հակում ունի, բայց մեկը էլի կխմի ու եթե չի կարող իրեն պահի նորմալ, սկսում է վատ խոսքեր ասի։ Դե չես դիման այդ տեսարան։ Хотя նորմալ վիճակում շատ նորմալ գրավիչ տղամարդ էր։ Маш, իսկ երբ օրինակ խանդում ես, ինչ որ բան քեզ դուր չի գալիս, խանդդ փորձում ես թաքցնես, թե ասում ես։ Իսկ ես չեմ խանդում։ Երբեք չես խանդում, Маш։ Ես խանդել եմ երևի մեկ անգամ տարիներ առաջ։ Առիթը կար, թե։ Հա, առիթը կար։ Ես հասկանում եմ, որ ես միակը չեմ ու ես եմ дրել էլի տոճկան, որտեղ ես հասկանում եմ, որ ես ինչի պետքա տանջվեմ։ Չկա տենց բան, мне есть чем заняться։ У меня есть работа, у меня есть друзья։ Это շուտվանից էր։ Երի Բայց ինչ ուժեղ ես։ Գիտես ինչի, որովհետև երբեմն մենք կանայք, երբ որ սիրը հարվում ենք, նենց ենք խորտակվում այդ զգացմունքի մեջ, կորցնում ենք մեզ, կորցնում ենք մեր ուժը, այդ վերջագետը դնելու հաճախ։ Ես քեզ sense կասեմ, եթե ինձ թվում է, եթե ես այտենց շատ լիարժեք սիրահարվեի, կարող է եւ խանդեի եւ գժվեի, բայց երևի թե մնացած իմ ինչ-որ հարաբերությունները երևի ես պրոստը չեմ սիրել։ Իսկ կարող է այդ զգուշությունը եղել, որ քեզ չցավեցնի, այդ պաշտպանական։ Կարա լինի։ Որովհետև ինձ թվում է, երբ որ մի անգամ քեզ ցավեցնում են, կապ չունի ոնց են ցավեցնում, ու դա խորն է լինում, դու հետագա հարաբերությունների մեջ միշտ փորձում ես մի քիչ զգուշ լինես։ Может быть։ Ինչ ես կարծում, կինը երբեմն պիտի ստուգի տղամարդու հեռախոս։ Երբեք։
Երբեք, եթե չկա վստահություն, ես կստատի հայ տղամարդկանց մոտ էլ դա ալտելով ատում են, որ իրանք չեն թողում իրենց կինը, ընկերուհին, գնա ընկերուհիների հետ ինչ-որ կաֆե, կինո, ես այդ բանը չեմ հասկանում, դու այդքան անվստահ ես, որ չես թողում քո կինը իր կյանքը ունենա, թող մի քիչ, դա ինձ համար չէ, ու այդ հեռախոս ստուգելը, չգիտեմ, լսելը, ում հետ է խոսում, դա ինձ թվում է не уважать саму себя։ Մաշ, իսկ կյանքիդ ամենածանր ճգնաժամը որն է եղել։ Պատերազմը։ Պատերազմը ու հետո բլոկադան։ Մենք Ամերիկայում էինք, մենք նայում էինք մեր ընկերուհուն, որից ծնողները այնտեղ էին։ Հա, դա։ Ոյ, ужасно։ Տոման էստեղ էր, թե ձեզ հետ էր, Տոմանը ձեզ հետ էր։ Մենք նայում ենք Տոմային ու ոչ կապ կար, ոչ մի բան, не дай бог։ Ու պատերազմը իհարկե որ ամենասկզբից դու հավատում ես, որ հեսա վերջն է գալու ու մենք հաղթում ենք ու հետո հակառակն է լինում։ Քո ամենածանր պահին ինչ ես անում, ոնց ես քեզ բուժում։ Երբ որ դեպրեսիայի մեջ ես, հուսահատված ես կամ կոտրված ես։ Լացում եմ։ Մենակ ինքդ քեզ հետ, թե ինչ-որ մեկի մոտ։ Չէ, մենակ ինքս իմ հետ։ Մայան Մարգարյան շատ լավ գիտի իմ խայսատը, մինչև Մայուշը գնալը Ֆրանսիա, ինքը շատ լավ գիտեր, որ եթե ես լացվում եմ, ես գնում եմ վաննա, որ ինձ ոչ մեկ չտեսնի։ Ու դեպուսիմ, եթե շատ դժվար պահեր էր Մայուշը զանգում էր, հա լացում ես, վաննայում ես, ու այդ իրա ձևով, հա, դե վաննայից դուրս արի։ Շատ սառը ու շատ առանց էմոցիաների։ Вообще, վաննայից դուրս արի, աղջիկ։ Վաննայից դուրս արի։ Մաշ, օրինակ, երբ որ ես նախ սրտած եմ լինում, գնում եմ գիշերը, բացում եմ սառնարանը։ Ու տենց Բայց ինչի կա։ Էմոցիաներ ստեղծում եմ։ Քեզ վրա դա չի երևում։ Չէ, երևում է։ Օրինակ դու ո՞նց ես անում։ Օրինակ որ նախ սրտած ես լինում, սիրում ես համով ուտել, համով բաներ ուտել։ Քնարիկ ջան, պրոստը դու բացում ես սառնարանը։ Իմ սառնարանը չի փակվում։ Երբեք 24 ժամ։ Իսկ ինչ ես սիրում ուտել։ Խված։ Խմորեղեն։ Հա, խմորեղեն։ Ոչ մի բան կարամ էլ չտեմ, կարամ 24 ժամ ուտեմ խմորեղեն։ Կրեմով։ Չէ։ Շոկոլադ։ Շոկոլադով։ Ուզում եմ մանամ, էլի զերծ գալուց ինչ բեմ։ Շոկոլադ։ Ուր պատվում եմ։ Մի հատ տղա հայտնվեց իմ կյանքում, շատ բարի, շատ լավ, որպես ընկեր, պրոստը, որպես ընկեր, ու ինքը ոմնսի սյոմկաներին վերում էր էկլերներ։ Շատ եմ սիրում։ Շատ լավ տղա էր, շատ լավ էկլերներ էր։ Ու մեր պրոդյուսերը Վլադ ասում է, նորմալ մտքանց բրիլյանտներ են վերում, Մարշային էկլերներ։ Որ ասեցի, Վլադ ջան, հյուրեր ունեմ, ասեմ կտեսնես էկլերների պաչկայ, ասում են նորմալ կանանց բրիլյանտներ են վերում, քեզ էկլերներ։ Էկլերներ են վերում։ Մաշ, ինչն է կյանքում քեզ շատ մեծ ուրախություն պատճառում։ Շատ քիչ բան, որ ծնողների զանգում եմ, դե պապան Մոսկվայում է, որ ծնողների զանգում եմ, պապան ասում է, նորմալ եմ ինձ զգում, որ մաման իր ասենց վանձայնով, ասում է, հա, բալես ներքևն է իջել ընդեղ եմ Առույգ, չէ։ որ կյանք կա, այդ ամենակարևորն է, ու որ ձյամը գալիս է մամա, я здесь получил։ Իսկ դու շոփինգի սիրահար ես, ման։ Ատում եմ, զզվում եմ, Իսկապես։ նենավիժу։ Ինչի, որովհետև օրինակի համար դու այդ շորը փորձում ես ու քեզ դուր չի գալի ոնց է քո վրա նստած։ Չէ, ինձ թվում է, это болезнь։ Յարը գնում ենք մամայիս հետ Դուբայ, գնում ենք մոլ, ու երեխաներից խոստացել են, որ իրենք պիտի գնան, չգիտեմ, ինչ լազերային շոու տեսնելու, ու ընկերուհիս իմանալով իմ ու մամայիս շոփինգի հիվանդ բնավորությունը, մեկ էլ տեսնում եմ երեխաներից համար ցած կարտոֆիլներ ա բերել, երեխեքս նստած են այդ։
Զառային չեմ շուտ կարևոր չէ այդ խանութի ներքևի նստարանի, որ կոշիկներ են սովորաբար դնում, ու սպասում են թե ես ու մամաս երբ ենք վերջացնել այդ շոփինգը, այդ կարտոֆիլները տվեց երեխեքից, ասեցի ես գիտեի դու ինչ մայրս, ես երեխեքին մոռացել ես, չէ՞ կերակրես, ասեցի հա ոչինչ, հեսա կգնանք, ասեցի հեսա լազերային շոուն է, չէ՞, ասենց այդ լազերային շոու, այդտեղ տղստի գրանց ասեց, աու ձայնով լացեր։ Դրա համար հասկանում եմ, որ Լուիզը մնացել է։ Մի հատ բան պատմեմ, որ Երկու։ այդ օրը որ Լուիզան ասեց, «Всё, ձեռս բռնեց տարավ ինձ սիրուն շորիկներ առնելու», մենք այդ օրը ունենք նկարահանում։ Ու մեր հետևից պետք է գար Չարենցը։ Ահա։ Ինձ համար շորիկն էլ ընտրելը տևեց մաքսիմում 25 րոպե։ Այն մյուս ժամանակը, որ մենք ունեինք, մենք Լուիզայի համար էինք ընտրում, ու Չարենցը եկել ասում է, ես ստեղ եմ։ Իսկ մենք հենց չենք վերջացրել։ Լուիզայի պակուպկաները չենք վերջացրել։ Կարճան դուք որ կողմից եք, վայ, չեմ եք լրիվ ուրիշ կողմից։ Հասկանում որ Չարենցեն գլե պետք է ռազմավարող անել։ Ու մենք ունենք այդ ժամանակը։ То есть ինքը անգիր գիտի выходы, входы բանը մոլի։ Ու տենց все-таки հասցրեցինք, բայց Չարենցը տենց է չիմացավ։ Տենց է չիմացավ Չարենցը։ Երկու ժամ ում համար ենք շորիկները ընտրում, հա։ Ինձ իրականում շատերին օրինակ այդ շոփինգը բուժում է, բայց դա համաձայն է, որ հիվանդություն է։ Ես ավելի լավ գիրք կարդամ կլինուсь։ Ոչ թե ես հիմա ուզում եմ ասեմ, ես ինձ կարդամ, չէ, բայց ինձ ավելի ոչ թե я ленивая։ Маш, իսկ օրինակ սպորտով սիրում ես զբաղվել, դու գնում ես սպորտի։ Ես կարամ գնամ տուն հիմա։ Հիշում ես խալադիննիկիս պահը։ Այդ իմ սպորտը։ Չէ, երբեք, չէ, զբաղվել եմ փոքր ժամանակ, տենիս, большой տենիս։ Հա, հասկաց։ Իսկ ծախսելը քեզ ուրախություն պատճառում է։ Շատ, հա, ես։ Իսկ դու հաշվում ես գումարներդ, ինչքան գումար ունես դրամապանակիդ մեջ, կամ քարտիդ վրա պարբերաբար ստուգում ես։ Չեմ ստուգում, պրոստը որ ինչ որ բան եմ գնում գալիս, հետո հիշում եմ ինչքան կա։ Բայց տենց չէ, մեկ լինում է, եթե հասկանում եմ, որ քիչ է գումարս, որ լավ ծախսել եմ, տենց հիշում եմ։ Իսկ դա տագնապ է առաջացնում քո մոտ։ Հա։ Որտեղ պատասխանատվությունը քեզ վրա է։ Հա, երևի։ Իսկ դու միշտ այն բարձի տակ պահած գումար ունենում ես։ Երբեք։ Բայց նաև ես փոքրամաս չէ, ոնց են ասում, ես այն մարկանցից եմ, որ չունեմ վարկ։ Վարկ չունես։ Շնորհավոր եմ, Մաշա ջան։ Մաշ, հիմա բայց ասեցինք, չէ՞ նայ։ Կոմունալներ դու ես, չէ՞ վճարում։ Որտեղ ձեր տան ես աշխատուժը հիմա դու ես։ Հիմա ես քեզ լավ տարբերակ եմ առաջարկում։ Ուրեմն մեր գործընկեր Իտալ Սոլարը բերում տեղադրում է իր արևային կայանը տանիքում։ Ուրեմն երբ որ դու այդ տեղադրում ես, այդ վահանակները, արևային կայանը, մոռանում ես առհասարակ հոսանքի ծախսի մասին։ Բայց եթե հիմա մինչև դեկտեմբերի 30-ը դու ձեռք ես բերում 10 կիլովատ եւ ավելի հզորությամբ արևային կայան, ուրեմն նվեր ես ստանում 200,000 դրամանոց, Երևան City նվեր քարտ, նոր տարվա սեղանը, այդ խոզի ինչ են ասում են համով մասով, բուդիկով ազդրնա, չէ՞։ Հենց բուդեն ասում հայերեն։ Հա, լավ, տենց համով մասով ասեմ տենց, հա, խոզի բուդը, խոզի համով մասով, մի խոսքով, էկլերներով, համով սեղան ես գցում, այսինքն այդ 200,000 դրամին City-ից ինչ ուզում առնում ես, համ նոր տարվա ծախսը տես ազատում ես քեզ դրանից, որտեղ արդեն այդ նվերը ունես, համ էլ մոռանում ես առհասարակ հոսանքի համար վճարելու մասին։ Ինչ կլասն բան է։ Իտալ Սոլար կհիշես։ Իտալ Սոլար ես կհիշեմ։ 8128 8128 անվճար խորհրդատվություն եւ անվճար նախագիծ։ Ես միշտ իմ հերոսներին սիրում եմ հարցնել, թե իրենք իրենց երեխաներից ինչ են սովորում։ Ես մի քանի օր առաջ ֆիլմի պրեմիերայի էինք ու ես տեսա, որ արդեն տղայի հասակը հաղթում է քեզ։ Շատ հաճելի արտաքինով գեղեցիկ տղա էր կողքիդ ու արդեն շատ հասուն, մամային ընկեր, ինչը շատ ուրախացնում է, որտեղ ես իրեն շատ փոքր եմ հիշում։ Մենակ ինչ է ինքը քեզ սովորեցրել, որովհետև մենակ մենք չենք մեր երեխաներին սովորեցնում, իրենք էլ են մեզ սովորեցնում։ Բոլորին սիրել, մեկ ուշադրություն չդարձնել ինչ որ վատ միջադեպներին, հա, ճիշտ եմ ասում,
տաքսի ուշանալը, սխալ տեղ կանգնելը, ես շատ բան ցենց վրդոված եմ, էմոցիոնալ եմ, մամ դե ինքն էլ է մարդ, հիմա սխալվել է, ինքը ավելի հանգիստ է։ Ու հա սովորում եմ իրանից, որտեղ հասկանում եմ հիմա տաքսիստն էլ է մարդ, ինքն է կարա շփոթվի, բան, ամեն ինչը հասկանալի է։ Արտյոմը շատ բարի է, շատ։ Նեն չի որ я не злая, բայց ինքը ինձանից բարի է։ Բարի է։ Մեծահոգի է։ Անեք ես էլ տղամարդկանց մեջ ամենաշատը գիտես այդ մեծահոգությունն եմ կարևորում։ Շատ կարևոր է։ Իրոք շատ կարևոր է, որտեվ եթե մարդը չարա, իր հետ դժվար կլինի, հաճելի չի չար մարդու հետ շփվել, неважно, мужчина это или женщина, որտեվ ես ատում եմ նախանձ բառը, ատում եմ։ Ես կարամ նախանձեմ, բայց որ ասում են չկա լավ նախանձ կա, ես որ տեսնում եմ ջահել աղջիկներ, սիրունիկ աղջիկներ, ես ասում եմ, վայ կուզենայի տենց լինեի, բայց ես չեմ ասում, վայ նայ հələ ինչ նիհարը, չէ, լավա որ նիհարը, լավա որ ջահել է, լավա որ սիրուն է։ Ու լավ բանով եմ ասում, ոչ թե վատ։ Մաշ դու միշտ ուզեցել ես ավելի նիհար լինես, Իհարկե։ Միշտ, միջև հիմա։ Միջև հիմա։ Դա կոմպլեքս է, թե ուղղակի ցանկություն։ Դա отсутствие կամքի ուժ։ Իսկ եղել է, որ մի այնպես նիհար ես, որ քեզ հավաքես, նիհար ես։ Այո, 2 տարի առաջ ես 25 կիլո նիհարեցի, ինձ զգում էի իմ երազած աղջկա պես, այո, ու հետո լավ, в принципе, տենց էլ կմնա, ու մի քանի ամիս անցավ։ Եվ ունենք այն ինչ որ ունենք։ Իսկ ո՞նց էր քեզ հավաքել այդ этаպում։ Ինչ է քեզ, որովհետև մի հատ չխկ։ Ու դու միանում ես։ Ինձ համար ամենակարևորը, որ ես չտեմ խմորեղեն։ Ես հացի կողմնակից չեմ, բայց հացեղեն, там խաչապուրի, բան, տենց բան սիրում եմ։ Հացաբուլկեղեն։ Հացաբուլկեղեն։ Եթե ես այդ ամեն ինչը հանեմ, ես կնիհարեմ, ինձ թվում է։ Որտեվ գազիրովկաներ ես չեմ խմում, ես չգիտեմ ինչ որ ռեժան 1000-ից մեկ կարամ, այն ինչ որ բանը, հա, մեջը շատ յուղոտ է։ Բայց հացաբուլկեղեն ես որ տեսնում եմ, այն որ դուդուկը նվագում է, բան զմիյան ոնց էր։ Բարելով գալիս։ Հա, ես այդ տենց եմ։ Կնոջ մեծագույնը ժենչը մակարանում։ Երեխայի մեջ։ Երեխա։ Ու ես այդ բանը ասում եմ մոտավորապես 14 տարի։ Դրանից առաջ տենց չէի մտածում, չգիտեի այդ ինչը։ Մաշ, իսկ քո կարծիքով տարին կա ինչ-որ տարիք, որից հետո կինը էլ չի կարող սիրել։ Հույսով եմ, որ ինձ մոտ այդ տարիքը չի հլը, հույսով եմ, որտեվ ինձ հիմա թվում է, որ ես էլ չեմ կարող սիրել, բայց ես ինքս ինձ убеждаю, որ չէ, ամեն ինչ էլ արժևում է, հələ այդքան էլ մեջ ես։ Հաստատ։ Ալլա Բարիսովնա Պուգաչովա։ Այո։ Ես իրականում օրինակ որ առաջին անգամ Միացյալ Նահանգներ գնացի, ու երբ որ ես տեսնում եի այդ տարեձույքերին, Վեգասում խաղալուց, ուրախանալուց, ասում եմ, Աստված իմ, փաստորեն 60-ից հետո էլ կյանք կա։ Ու դա շատ հուսադրող է, բայց դրա հետ մեկտեղ ամեն անգամ մենք ուրիշ ձևով ենք, չէ, սիրում կամ սիրահարվում, ինչ որ տրանսֆորմացիաներ են մեր մեջ տեղի ունենում, այլ դու ինքդ քո այդ ռոմանտիզմը կորցրել ես հարաբերությունների մեջ։ Օ, բայ что да, որտեղ մոտ 20 տարի առաջ ես я влюблена ու մտածում եմ մենակ դրա մասին, թե ինչ եմ ես երեկոյան հագնելու, երբ որ մենք գնանք տոդասը։ Իսկ հիմա ճիշտ ասած ես վերջի երևի 3 տարին ընդհանրապես չեմ սիրահարվել, բայց դրանից առաջ գնանք, թե չէ ավելի տուն ավելի հարմար է։ Մաշ, իսկ ինչն է որ քեզ տիպում է սիրահարվել, օրինակ դու ինչից կարող ես սիրահարվել։ Այդ մանրունքներն է, թե ինչն է։ Վերաբերմունք երևի, վերջի անգամ չեմ կարող ասեմ, որ սիրահարվել եմ, տեսա լավ տղամարդ, то есть в плане того, что приятный, симпатичный, ու տեսա իր վերաբերմունքը Արտյոմի նկատմամբ։ Ու մտածի, որ հայ, եթե այդ տղամարդը տենց բարի է, որ իր համար իմ տղան կարևորը, հա, կարող է եւ ինձ համար էլ կարևոր լինի, բայց դա չստացվեց։ Ես հասկանում եմ, որ Արտյոմն է քո կյանքի գլխավոր ու միակ երջանկության աղբյուրը։
Հիմա ֆրունզիկ ենք խմելու։ Ահա։ Ես խենթանում եմ ֆրունզիկի համար Մեհեր Մկրտչյանի, իր թատրոնում էլ աշխատում եմ։ Իսկ դու իր ո՞ր դերակատարումն ես շատ սիրում։ Օ։ Սալդատը Սլոն։ Հետաքրքիր է։ Ես էլ իրան շատ եմ սիրում հին օրերի երգը, մեր մանկության տանգոն։ Իրան սիրելով նաև Ալբերտ Մկրտչյանին եմ իհարկե, իմ վարպետին եմ շատ սիրում։ Հիմա սիրով մի ֆրունզիկ ենք վայելելու միասին։ Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանի կողմից պատրաստված սիրով լի ֆրունզիկ։ С удовольствием։ Երազանք պահի։ Այստեղ երազանքները լինում են ազնիվ խոսք։ Да։ Պահեցիր։ Ահա։ Մի րոպե ես պահեմ։ Հետո կասես, որ իրականացավ։ Լավ, բայց ես գիտես հիմա ինչ մտածեցի։ Ինչ հաճելի է, որ ես եկա քո մոտ։ Բայց ինչ հաճելի է, ես քեզ շատ սիրում եմ։ Ես էլ քեզ։ Ինձ կասես ստաբիլություն թե ազատություն։ Ազատություն։ Մտքով թե սրտով։ Սրտով։ Սկզբունք, որի երբեք չես դավաճանի։ Մի սպանի։ Մարդկային մեծագույն արժեք քեզ համար։ Բարիություն։ Վերջին անգամ ումից ես ներողություն խնդրել։ Երևի ծնողներիցս։ Վերջին անգամ ինչի համար ես լաց եղել։ Գիշերը սոր որ ձայն չունեի ու չի մոտավորապես ժամը 5-ին մտածում էի ոնց քեզ զանգեմ ու ասեմ, որ ես երևի չեմ կարող գա, որտեվ ձայն չունեմ։ Ինչն է, որ երբեք չես ների։ Դավաճանություն։ Իսկ ում ես ամեն ինչ շատ կարոտում։ Տատիկիս։ Եվ աստուն, որ հանդիպես ինչ կասես։ Հույսով եմ վատ կյանք չեմ ապրել, սխալներ չեմ արել, շատ արել եմ, բոլորս էլ արել ենք, վատ սխալներ չեմ արել, ու եթե արել եմ կներեք։ Շնորհակալ եմ քեզ, շնորհակալ եմ քո տեսակի համար, քո ջերմության համար։ Ես էլ քեզ գնարիք։ Ուրևս։ Առաջի դեպքն է, որ ես լացում եմ հարցազրույցի ժամանակ։ Լուրջ։ Գիտես, ես միշտ մտածում եմ, որ մարդկանց մեջ այդ հոգու ջերմությունն է, որ ինքը կամ քոնն է, կամ քոնը չի։ Այդ քիմիան կամ լինում է, կամ չի լինում։ Հիմա մեկ է մենք կարճ ենք շփվել, բայց դու իմ ընկերուհին ես։ Իսկ դու իմ ընկերուհին ես, գոհարիկ ջիջիլ։ Հաղորդման գործընկերն է Իտալ Սոլարը։ Ամիո բանկը, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր ֆրունզիկ գինիներով։ Musa Production Սրտի տանիքներով Շնորհակալություն Թինա Թևոսյան Beauty Center-ին